Խոսքը պարոն Ղազարյանին կներկայացնի մի այդ պրակտիկան, հա, արկա գործերով, շնորհակալություն, առաջի հերթին հանցագործության կապի մասին, երբ հրապարակվեց որոշման եզրափակիչ մասը եւ այնտեղ արձանագրեց, որ պետք է ցույց տալ կապը հանցավորության հետ, հանցագործության հետ, իմ մտքով առաջին անցավ որ կապի մասին է խոսքը, ամուր կապի մասին է խոսքը, այսինքն արդեն ավարտված քրեական գործ մեղադրական դատավճռով, թե առավել նվազ, այսինքն նորից պետք է ապացուցվի ոչ թե իրականությունը, այլ հավանականությունը։ Եվ մենք տեսանք, որ ՍԴ-ն, երբ որ հրապարակեց որոշումը, 38 կետում արդեն հստակորեն ասեց, որ պետք չէ ապացել Արարատ Ավագյանի նախադեպային իրանքով սանված շեմը ողջամիտ կասկածից վեր, այսինքն պետք չէ մեղադրական դատավճիռ, այլ պետք է ցույց տալ որոշակի ողջամիտ հավաստիությամբ հանցավոր վարքագծի առկայությունը։ Եվ ՍԴ-ն մենակ չէ, ամբողջ գլոբալ քաղաքականությունն է կոռուպցիայի կանխարգելում, մենք գնում այս ուղղությամբ, որովհետև երբ որ տեսնում են ավարտված քրեական դատավարության որքան գույք է հանվում շրջանառությունից անօրինական, շատ ցածր արդյունքներ է ստացվում, սա գլոբալ հետազոտություն է։ Հետաբար դրա համար 90-ականներից 2000-ականներից սկսած զարգանում մոտեցումը, որ առավել հեշտ է քաղ դատավարությամբ, ապացի առավել ցածր շեմով ենթադրաբար, այսինքն ավելի հավանական է այո քան ոչ Միացյալ Նահանգներում, որ կիրառվում է նման շեմերով գույքը հանել, որտեղ ի վերջո նպատակը չէ անձին դատապարտելը, այլ նպատակն է քաղաքացիական պատասխան ենթարկելը։ Եվ սա, կրկնեմ, սա ՍԴ-ն թե ստիպված է սա ասել, թե չգիտեմ ինչ պատճառը, բայց սա գլոբալ քաղաքականություն է։ Բայց այլ հարց է, որ այս գլոբալ քաղաքականությունը կա մի ոլորտ, որի հետ չի կարողանում մերվել։ Դա մարդու հիմնական իրավունքներն են։ Եվ սա մենք տեսնում ենք եվրոպական դատային նախադեպային իրավունքը, որը խիստ հակասական է։ Եվ շատ հարցեր է բարձրացնում, եւ նույնիսկ 10 տարվա կտրվածքով նախադեպային իրավունքի մեջ Գոգիտիձեի եւ մինչեւ վերջին բուլղարական գործերի մեջ արդեն օրինակ Գոգիտիձեի մեջ շատ ակնարկում է փաստի ուժով, որ այնտեղ քրեական գործեր հարուցվել։ Բայց արդեն Թոդորովի գործում ամբողջացնում է ողջ այդ իր արսենալը, որ անպայման պետք է ցույց տալ կապը հանցավորության, բայց այնտեղ չի նշում, որ պետք է մեղադրական դատավճիռ լինի։ Եվ հետո արդեն մնացած գործերում այդ մոտենում է կրկին այդ դիրքորոշմանը։ Այսինքն կա խնդիրը միայն Հայաստանում չէ, խնդիրը կոռուպցիայի կանխարգելման գլոբալ քաղաքականությունն է, որը չի համակերպվում մարդու իրավունքի հետ եւ այն գործիքները, որ բերված է անգլոսաքսոնական համակարգից, դժվար են համակարգում մայրցամաքային եվրոպական իրավունքի հետ։ Եվ ես տեսնում եմ Միեդի ճիգերը, ինչ որ կերպ կոմպրոմիսների գնալ, չէ՞ որ Միեդը ստեղծել է 40 տարվա նախադեպային իրավունք, օրինակ, որ չի կարելի զուգամիտել քրեական գործը քաղաքացիական գործի հետ, առավել եւս չի կարելի քրեական գործից բերել նյութեր եւ դնել քաղաք գործի մեջ, առավել եւս չի կարելի գաղտնի պայմաններով ստացված օպերատիվ տվյալները կիրառել քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու համար, որովհետև անձը այդ գաղտնի եղանակով ստացված տվյալների դեմ չի կարող պայքարել քաղաքդատավարության գործիքներով, որովհետև քաղաքդատավարության գործիքները չափազանց պրիմիտիվ ու չափազանց բութ են, որպեսզի կարողանան պայքարել հանցավորության մեջ կասկածի հիմքով ստացված քրեադատավարական գործիքների դեմ։ Ահա այս հակասությունը մենք արդեն տեսանք ՍԴ որոշման մեջ, հակասականությունը, բայց կրկնում սա միայն ՍԴ-ի խնդիր է։ ՍԴ-ի միակ մեղքային է, որ 3 տարի տևեց դա, եւ այդ տասկում դատարանները հեղեղվեցին գործերով, եւ հիմա դատավորները, դատախազները կանգնած են փաստի առջեւ։ Բայց այն մեթոդաբանությունը, որը Հայաստանում շատ թույլ է զարգացած, այն է հանրային եւ մասնավոր շահերը փոխհավասարակշռելը։ Տարբեր իրավահարաբերություններում։ Հիմա դատախազները եւ դատարանները կանգնած են լրջագույն փաստի առաջ, որ իրենք պետք է լուծումը տեսնեն հանրային եւ մասնավոր շահերի փոխհավասարակշռման մեջ։ Ընդ որում Միեդը շարունակ շեշտում է հետեւյալ հանգամանքը, որ նման վարույթներով ի սկզբանե պետությունը դոմինանտ վիճակում է գտնվում, իր ահռելի վարչա իրավական, քրեադատավարական, քրեաիրավական գործիքներով Եվ թեկուզ անունը դնում են քաղաքդատավարություն, որտեղ քաղաքացին քաղաքացու դեմ է դուրս գալիս, այստեղ պետությունն է քաղաքացին, որը դուրս է գալի մեկ այլ քաղաքացու դեմ, հետաբար շատ կարևոր եւ ՍԴ-ն շեշտել է այդ միտքը, որ ինչպես պետք է ապացուցվի այդ հավաստիությունը, անպայման պետք է ուշադրություն դարձնել, թե պատասխանողների դատավարական իրավունքները հարգվել են թե ոչ։
Օրինակ դա վերաբերում է հաշվարկի մեթոդներին, բուլղարական գործերով, քննադատեց ՄԻԵԴ-ը, հաշվարկի մեթոդները, օրինակ հիմնվելով աշխատավարձի նվազագույն չափի վրա, կամ հիմնվելով, կամ թույլ չտալով որոշակի սահմանագծից վեր, որպեսզի գործարքի օրինականությունը հիմնավորվի վկայի արձանագրությամբ, նման դատավարական ապացողական սահմանափակումները անհամաչափ մեծ բեռ են սահմանում պատասխանողի վրա, որտեղ պետությունը ի սկզբանե դոմինանտ կարգավիճակում է գնում։ Հիմա կհաջողվի արդյոք մեր դատաներն ու դատախազներին այդ փոխհավասարակշռման տեստը կիրառել, երբ որ երբեք դա չեն արել։ Ոչ թե երբեք չեն արել, հիմնականում չի արվում, ամենատարբեր իրավահարաբերություններով։ Ցավոք սդն շատ հպանցիկ անդրադարձավ հետադարձելությանը, որը ամենամեծ խնդիրն է, հետ գնալ մինչև 90-ականներից բերել ապացույցներ, ովքեր փորձել են գույք վաճառել կամ գնել 90-ականներին, այնտեղ նույնիսկ ամոթ էր համարվում պայմանագիր կնքելը, ես այդպիսի պայմանների ունեցել եմ, ասում են ինչա, չես վստահում, չկային կառուցակարգեր, չկային օրենքներ, եւ բուլղարական գործերում այդ փաստը շեշտում է, եւ Հայցվորը սահմանադրական դատարանին հենց այդ խնդիրը ներկայացրել է, եւ դա ներկայացրել է փոխհավասարակշռման տիրույթում, որ եթե մենք հաշվի չառնենք, որ դժվար է 90-ականներից ապացույց բերել, ապա ի սկզբանե դնում ենք անհավասար վիճակին մեջ պատասխանողին ընդդեմ պետության։ Բայց ցավոք սդն չմշակեց պարամետրեր օրենսդրի համար, թե որ օրենսդրին օգներ, որ օրենսդրը որոշի, թե ինչքան հետ կարելի է գնալ։ Այդուհանդերձ հիմա մենք ունենք այն, ինչ որ ունենք, այսինքն այստեղ լուծումը լինելու է հանրային եւ մասնավոր շահերը փոխհավասարակշռելու մեջ, որի մեթոդաբանությունը դատարանները տարբեր իրավահարաբերություններում եւ հատկապես սրանում շատ վատ են կիրառում միջևմա։ Պետք են մեթոդական ուղեցույցներ, պետք են նոր մոտեցումներ, նախադեպային նոր իրավունք է պետք, որպեսզի այս խնդիրը լուծենք, հակառակ դեպքում պետք է հիմնվենք ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի վրա, որը ինքնին հակասական է։ Ինքնին շատ խնդիրներ չի լուծում։ Շատ հաճախ ՄԻԵԴ-ը գերադասում ուղղակի ընդունելության փուլում գործը մերժել, որպեսզի չմտնի մի տիրույթ, որի վերաբերել եթե ինքը որոշում կայացնի, մի կողմից կհակասի գլոբալ քաղաքականության հակակառուցության, մի կողմից կհակասի իր 40 տարվա նախադեպային իրավունքին։ Ցավոք սդն չանդրադարձավ նաև այդ քրեական եւ քաղաքացիական գործերի զուգամիտմանը, որը նույնպես Հայցվորը ներկայացրել էր, բայց կրկին նշելը, որ դատավարության ինչ-ինչ կանոնները թույլ չեն տալի դրան, բայց իմ կարծիքով խնդիր է, որովհետև ես ունեմ ազդանշաններ, որ ուղղակի նախընտրում են դատախազները արդեն քննված քրեական գործից բերել տվյալներ եւ քաղաքացիական գործում դա ներկայացնել։ Եվրոպական դատարանում սա օրակարգային հարց է։ Համարում է սա քողարկված քրեական հետապնդում։ Շատ կուզենայի, որ Սահմանադրական դատարանը խորացված սրա վերաբերյալ պարամետրեր մշակեր, այլ չհիմնվենք Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա, որտեղ գործերի քննությունը համընկնում է, զուգամիտում է, որտեղ բովանդակությունը զուգամիտում է, որտեղ տեսնում ենք տենդենս քաղաքդատավարության փրկել ձախողված քրեական դատավարությունը, սա քողարկված քրեական հետապնդում է քաղաքացիական դատավարության շղարշի ներքո։ Ցավոք սդն սրան չանդրադարձավ։ Հուսով ենք, որ ապագայում մանավանդ օպերատիվ տվյալներով գործերի շրջանակներում սդն սրան կանդրադառնա։ Այստեղ ես ուզում եմ արդեն կանգ առնել, կրկին երկու բան եմ ուզում շեշտել, սդն մենակ չէր այս հարցում, ամբողջ գլոբալ քաղաքականությունը այս ուղղությամբ առաջնորդվում, կապը ոչ թե պետք է լինի ավարտված քրեական գործով, այլ ողջամիտ հավանականություն, այսինքն պետք է ապացել հավանականությունը, ոչ թե իրականությունը, այսինքն շեմը նվազեցվում է, եւ երկրորդ լուծումը պետք է տեսնել, թե որքանով է պատասխանողի դատավարական արտակարգ իրավունքները դատարանում հարգվում, եթե չեն հարգվում, ապա ինքնին արդեն անհամաչափ ծանր բեռ է դրվում պատասխանողի վրա ապացելու գույքի օրինականությունը եւ այստեղ մի շարք պարամետրեր գործոններ կան, որից մեկը դա հետադարձ կիրառությունն է, օրինակ նույնիսկ գյուղական գործերին 10 տարին արդեն համարվում է խնդրահարույց, մենք ունենք 33 տարի փաստորեն հետ գնալը, ապացույցի կանոններում սահմանափակումները արդեն համարվում է խիստ խնդրահարույց, հաշվարկի մեթոդները համարվում է խնդրահարույց, որքան գիտեմ դուք բոլորդ այս խնդիրներով անցնում եք, այսինքն նախադեպային իրավունքը կա իրականում։ Այստեղ ուզում կանգ առնել ուշադրություն դարձնենք այդ հանրային եւ մասնավոր շահերի փոխհավասարակշռման, որի համար պետք է մեթոդական նոր մոտեցումներ փաստորեն մեր դատարանների կողմից։